Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, քննարկում ենք 2024 թվականի բյուջեի կատարողականը, կարևորագույն մի գործընթաց, կարևորագույն փաստաթղթի քննարկում, որովհետև դրանից պետք է նախ մենք գնահատենք թերությունները եւ հետո հետեւություններ անենք հետագայում այդ թերությունները շտկելու համար, որպեսզի հասնենք այն նպատակներին, ինչ որ հետապնդում ենք։ Ես կխոսամ մի 3 թվի մասին։ 5.9% տնտեսական աճ, 23.5% հնահարկեր հարաբերակցություն եւ 48.2% հնա պարտք հարաբերակցություն։ Որովհետեւ այս թվերը շատ հետաքրքիր թվեր են։ Այն մեկը ուզում ես բարելավես, այսպես կոչված, այն մեկի վրա է ազդում, այն մեկն ես ուզում բարելավես, այն մյուսի վրա է ազդում։ Եվ շատ ժամանակ էլ, երբ որ մանիպուլյացիա ես անում, անպայման այդ մանիպուլյացիան ինչ-որտեղ դրսևորվում է։ Հիմա մենք ասում ենք, որ տնտեսական աճը եղել է 5.9% անցած տարի։ Ես ծրագրի քննարկման ժամանակ ասացի, որ դա 5.9% չի եղել իրականում, այլ եղել է 3.7%։ Ինչով է պայմանավորված իմ այդ դատողությունը։ Պայմանավորված է նրանով, որ տնտեսության մի հատված, որը թվաբանորեն գումարվել է հնային, ըստ էության արդյունք չի տվել։ Այսինքն ինքը իր մեջ հնա չի եղել, որ իրական տնտեսական աճը գրանցվի։ Այդ մասնավորապես ոսկու Հայաստան եւ Հայաստանից գնալը, իհարկե շատ գործընկերներ ասում են, որ ոչինչ, պարոն Աղազարյան, դա այն բանով է պայմանավորված, որ հետո հետագայում մենք դրանից արդյունքներ կունենանք եւ այլ։ Բայց մյուս կողմից էլ հնա հարկեր հարաբերակցությունը 24%-ից նախորդ տարվա վրա իջել է դարձել է 23.5%, ունենալով թիրախ 25% 26 թվականին։ Հա, այստեղ էլ հարց ենք տալիս, ասում ենք, բայ դա ինչ է իջը։ Պարոն Հովհաննիսյան ասում է, որովհետև տերոր չենք արել, հարկային տերոր չենք արել, բան չենք արել, դրա համար որոշ դեպքերում իջել է։ Չէ, իջել է, որովհետև այնտեղ արհեստական թիվ ավելացել 5.9%-ի մեջ։ Արհեստական թիվ ավելացել, դրա համար տեսակարար կշիռը բանը հարկերի հնայի մեջ իջել է, դա պարզ հասարակ բացատրություն է։ Եվ նաև պարոն Հովհաննիսյանը իր զեկույցում ասաց, թե նաև ինչով է պայմանավորված մի մասամ, ոչ ամբողջապես, այլ մասամ պայմանավորված է նրանով, որ տնտեսության միջուղ ըստ էության դուրս է եկել 24 թվականին, դա ավտոներկրողների հետ կապված, այդպես կոչված գործընթացներն էր։ Դա ճիշտ է, բա դուրս է եկել։ Բա մենք էլ ասում էինք 2-3 տարի առաջ, որ ՊԿ եւ քննչական կոմիտեն ճիշտ մոտեցումներ չեն ցուցաբերում այդ հարցերի լուծման համար։ Քննչական կոմիտեի ղեկավարը այս ամբիոնից հայտարարեց ավելի ճիշտ, որ որոշ հարցեր թերություններ նկատելով տնտեսավարողների կողմից, որ այսպես կոչված չարաշահում էին օրենքի բացերը, ինքը եւ ՊԿ-ի գործընկերները դրեցին եւ մեկնաբանեցին օրենքը եւ ըստ այդմ կիրառեցին օրենքը։ Ստիպեցին որոշ գործարարների, որ հրաժարվեն իրենց օրինական փողերից։ Ես չեմ ասում, ուտելիքը խախտումներ կար, որովհետև ես առիթ եմ ունեցել շփվելու եւ շատ ժամանակ այդ շփումների ընթացքում ահագին խորհուրդներ ենք տվել գործարարներին, որ այս ճանապարհով պետք է գնան, բայց այնտեղ հաստատ կային նաեւ դեպքեր, որ բարեխիղճ տնտեսվարողները դժվեցին։ Շատերը վճարեցին իրենց 20-30, այսպես կոչված իրենցից պահանջվող 20-30-50 միլիոնը եւ գնացին Վրաստան, իրենց բիզնեսները տարան Վրաստան։ Անցած անգամ էլ ասեցի 24 թվականի հոկտեմբերի տվյալներով Վրաստանի վիճպետկոմի այսպես կոչված ինֆորմացիայի հիման վրա հետևյալ տեղեկությունը կար, որ մոտ 1 միլիարդ դոլարի մեքենա է գնացել Միջինասիայով դեպի Ռուսաստան։ Այս այն դեպքի համար եմ ասում, որ ասում են, թե պակասեց այդ ոլորտը դժվեց, որովհետև Ռուսաստանը այդ ուտիլիզացիոն զբորի գումարները շատ մեծացրեց։ Այդ 1 միլիարդը ցույց է տալիս, որ դա չի ազդել դրա վրա կամ քիչ է ազդել։ Եվ այդ 1 միլիարդ մեքենաները, որ արտահանվել են Վրաստանով դեպի Միջինասիայով դեպի Ռուսաստան, մեծ մասը արել են մեր հայ տնտեսավարողները, որոնք այսպես կոչված փրկագինը վճարել են ու գնացել են իրենց բիզնեսն արել են Վրաստանում։ Եվ
ինչա դուրս եկել, պետական բյուջե ուղիղ մուտք չի գործել, ուղիղ 250-ից 300 միլիոն դոլար, որը մոտավորապես ասեմ մոտիկանում է այն թվին, որ բյուջեի եկամուտները չի կատարվել, մոտավորապես այդ թվին է մոտիկանում։ Հիմա մյուս ցուցանիշը, ասում ենք տեսեք, մեկ պարտքեր հարաբերակցությունը 50%-ի չի հասնում։ Եվ հետևաբար ոչինչ որ պարտք ենք վերցնում, հա, եթե ամեն ինչ իրապես այդպես է, իրականում ոչ մի սարսափելի բան չկա, կարելի է պարտք վերցնել, չնայած սարսափելի տոկոսներ են արդեն, բայց եթե նույն ձևի գնահատում ենք, որ իրականում տնտեսական աճը 5-9 չի եղել, այլ 3-7 է եղել այդ հաշվարկները, եթե համաձայնվենք դրա հետ, ապա դուրս է գալիս, որ ոչ թե հնա հարկեր հարաբերակցությունը 48 հնա ներողություն, պարտք հարաբերակցությունը 48.2% է, այլ 50-ը անցնում է։ Եվ հետևաբար, եթե մենք այս հիմք ընդունելով էլի պարտքեր վերցնենք, վաղը չեմ իսկույն հարց առաջանալու, թե պարտքերը ոնց ենք սպասարկելու, որովհետև տնտեսությունը եթե ուռճացվում է, փող չի լինելու այդ պարտքերը սպասարկելու համար, ոնց ենք սպասարկելու։ Մի ուրիշ հանգամանք էլ, որ ասում ենք, լավ է, որ մեր պարտքերը, ներքին պարտքը ահագին մաս է կազմում, ոտքեսն է կազմում, ընդհանուր պարտքի մեջ, պետական պարտքի մեջ։ Դեստեղ էլ արդեն նորից խնդիր առաջանում, որովհետև հարց առաջանում։ Ներքին պարտքերի մի հսկայական մասը, եթե ոչ ամբողջությամբ, եթե ես ճիշտ եմ հասկանում իհարկե, առաջանում է պարտատոմսերի թողարկմամբ։ Պարտատոմսերը թողարկում են, այստեղ ներդրողները այդ պարտատոմսերը առնում են, կամ բանկերը այդ պարտատոմսերը առնում են, հետո ծախում են դուրս։ Դարած արտաքին պարտք, այդ ներքին պարտքի մի հսկայական մասը, չհաշված որ կապիտալի արտահոսք։ Հիմա պետք է այնպես ներկայացնել բյուջեն կատարողականը, որ վաղը չեմ յուսորը հաջորդ տարվա կատարողականը քննարկելու ժամանակ, այն ժամանակ էլ չհասնենք, որ հա, չհասցրեցինք 23.5%-ը դարձնենք 25%, որովհետև այսպես, դրանք ցուցանիշներ են, որ կառավարությունը իր պարտականությունը վերցնել ծրագրեր կատարելու։ Եվ այդ մասով ուրեմն թերացում է։ Եթե օբյեկտիվորեն չի գնահատվում, հետո արդյունքները էլի վատ են լինելու։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, Մարիա Կարապետյան, համեցեք։